Ծրագրի շրջանակում ստեղծել ենք վավերագրական ֆիլմ 16 րոպե տևողությամբ կանանց աղջիկների բռնության վերաբերյալ, այնուհետև կազմակերպելով 5 քննարկում տարբեր շահառուների հետ, տարբեր տարիքային և տարբեր զբաղվածություն ունեցող կանանց հետ, փորձել ենք բարձրացնել տեղեկացվածության մակարդակը կանանց աղջիկների հանդեպ բռնության դեպքերին, խրախուսել ենք չհանդուրժել։ Հանրային ձայնը ընդդեմ բռնության խորագրով սեմինար քննարկումների նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ներկայացնել մասնագիտական աջակցության կարևորությունը և անդրադառնալ այն խնդիրներին, որոնց շարունակաբար բախվում են բազմաթիվ կանայք։ Ծրագրի իրականացումը իրագործելի է դառել շնորհիվ WISE ծրագրի Mercy Corps-ի հետ, և որը Հայաստանում արդեն համակարգում է իմինի հիմնադրամը։ Քննարկումների ընթացքում ներկայացվեց Regions TV հանրային ձայնը ընդդեմ բռնության ֆիլմը, որը նպատակ ունի ընդգծել բռնության ազդեցությունը առողջության և հոգեբանության վրա, ինչպես նաև խթանել հանրային համերաշխությունը ուղղված բռնության կանխարգելմանը և գենդերային հավասարության պահպանմանը։ Անդրադարձ կատարվեց նաև իրավական պաշտպանության մեխանիզմներին և այն քայլերին, որոնք կարող են ապահովել տուժածի անվտանգությունը։ Անձինք, ովքեր փորձում են լռել կամ չբարձրաձայնել նմանատիպ իրավիճակներում, բնականաբար իրենց առաջին խնդիրը դա չհավատալու իրենց հասարակությունից դուրս մղված համարելու խնդիրն է և հաջորդը հաշվեհարդար տեսնելու խնդիրն է, սակայն պետք է յուրաքանչյուր մեկը գիտենա, որ բռնության շղթան կիսել հնարավոր է միայն դրա վերաբերյալ բարձրաձայնելով, որ կան և պետական և ոչ պետական հաստատություններ և կառույցներ, ովքեր զբաղվում են նմանատիպ խնդիրներով և միանշանակ աջակից են լինելու։ Որ տեղի ունենում ընտանիքում բռնության շրջանակներում կապված մարդու կյանքի հետ, առողջ ապրելակերպի հետ, ու այդ խնդիրները բարձրաձայնելը, խնդիրներին ճիշտ ժամանակին լուծումներ տալը միանշանակ կարևորում է։ Քննարկումների ընթացքում իր մասնագիտական դիտարկումները ներկայացրեց նաև ձեռներեցության ոլորտի փորձագետ Էմմա Գրիգորյանը։ Նա խոսեց կանանց ֆինանսական անկախության կարևորության մասին, ներկայացրեց, թե ինչ քայլերով կարելի է սկսել ինքնուրույն գործունեություն և ինչպես է տնտեսական ակտիվությունը նպաստում բռնության ճիրաններից ազատվելուն։ Ֆինանսապես անկախանալու համար պետք է, որ կինը կարողանա ինքնուրույն վաստակի իր գումարը, ամբողջությամբ կախված չլինի ամուսնու միջոցներից կամ թեկուզ ընտանիքի մյուս անդամների միջոցներից, և դա հնարավորություն կտա իր կյանքում որոշումներ կայացնել, հեռանալ վտանգավոր հարաբերություններից ճիշտ ժամանակին, ինչու՞ չէ, չմտածել հետագայում իր երեխաների ապահովության կամ տնտեսական, ֆինանսական խնդիրների մասին։ Կանայք չպետք է հանդուրժեն բռնությունը, քանի որ դա նաև իրենց հոգեբանության վրա է ազդում, նաև իրենց երեխաների։ Քննարկումների շրջանակում մասնակիցներին ներկայացվեց նաև Impact ինովացիաների ինստիտուտի կողմից ստեղծված Safe You թվային հարթակը, որը գործում է որպես արագ արձագանքման գործիք վտանգավոր կամ արտակարգ իրավիճակներում։ Ներկայացրել ենք Safe You հավելվածը, թվային հավելվածը, որը հիմնականում հանդիսանում է հզոր գործիք կանանց աղջիկների ձեռքին։ Հավելվածը հնարավորություն է տալիս օգտատիրոջը մեկ հրահանգով ակտիվացնել ահազանգի կոճակը, ինչի արդյունքում հրահանգը փոխանցվում է ինչպես ոստիկանությանը, այնպես էլ օգտատիրոջ կողմից նախապես նշված վստահելի անձանց։ Safe You-ն դիտվում է որպես լրացուցիչ պաշտպանական մեխանիզմ, որը կարող է զգալիորեն բարձրացնել անվտանգության մակարդակը և նպաստել վտանգի կանխարգելմանը։ Ծրագրի արդյունավետությունը գտնվում է նրանում, որ շատերը նույնիսկ կրկին անգամ չեն բարձրաձայնում, բայց տեղյակ լինելով, որ կա կառույց կամ կա ծրագիր, որով անմիջապես շատ արագ արձագանքում կարող են ստանալ նման իրավիճակում, դա նույնպես կարևորում են, որովհետև կարող են կանխել կամ նախականխել ավելի բարդ և ավելի բացասական հետևանքների վրա հասնելը։ Safe You հավելվածը արդյունավետ աշխատում է, եթե Safe You-ն չլիներ, նաև չէին լինի 2200 արձանագրված դեպքերը կանանց բռնության մասին, ու հենց այդ Safe You ծրագրի միջոցով է, որ կանայք կարող են բարձրաձայնել իրենց խնդիրները։ Ինքը որպես այդպեսին շատ արդյունավետ է։ Իմ կարծիքով արդյունավետ է։ Իմ համար այդ նորություն էր, նոր դասընթացին տեղեկացա դրա մասին։ Քննարկումներն ու մասնագիտական ելույթները միտված էին ներկայացնել այն գործիքները, որոնց միջոցով կանայք կարող են ստանալ աջակցություն և ձեռք բերել ինքնուրույնության հմտություններ։ Կանանց նկատմամբ բռնության խնդիրը պահանջում է համակարգված մոտեցում և մասնագետների աշխատանքը միտված է ոչ միայն արձագանքմանը, այլ նաև կանխարգելմանն ու տեղեկատվության տրամադրմանը։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Գյումրի։